Բնության հրաշքները նկատելը դա մեկ ուրիշ արվեստ է եւ մարդկային բնությանը համահունչ, ապա նկատենք այն ամպի ձևը, կարծես թե հենց ինքը Վեներա մոլորակը եկած լինի մեր երկրին հյուր, այս ուրվագիծը կարծես մոլորակ լինի, ամպերի ուրվագիծն է սա ընկերներ։ Հիմա մենք գտնվում ենք Շատինի ճանապարհին, ընկերներ, Շատինի ճանապարհը շատ գեղեցիկ է, շատ ու շատ լիքը պատմական պահեր ունի, էլի, այստեղով պատմություն կա անցած ու անցնում է, շարունակում է անցնել։ Հիմա մենք այս ճանապարհով գնում ենք մեր շատ սիրելի Վերինգետաշենցներ արգանքները ձեզ գալիս ենք էլի ձեր յուղ, մեր յուղ, հարազատ տեղ են գալիս։ Մեզ համար շատ հաճելի է եւ ինչն է կրկնակի երակի հաճելի, որ արդեն իմ ավտով են գալի։ Հուսանք երկար կմնա մոտներս, բայց նա մի քիչ խնդիրներ ունի, խնդիրներ պետք է վերացնենք։ Հələ որ էլի ունի, էլի։ Դա համար լիքը մարդ չի ուզում Porsche քշի, որովհետև սա արդեն իր օրերն ապրած է, պետք է ռեստավրացնել ամեն ինչը, ամեն դետալը պետք է սարքես, որ վարես, բայց եթե սիրում ես նրան, ուզած սարքում ես ու քշում ես։ Գնացինք ընկերներ, սիրված մայրիկի ծննդյան օրը այսօր։ Ձնամաքրման աշխատանքներ են կատարում մեր բարեկամները, գեղեցիկ մաքրում են ճանապարհը ու բացում մեզ համար, իսկ մենք մագլցում ենք Վարդենյանց Լեռնանցքը մեր Porsche Cayenne Magnishi համեստ մեքենայով։ Սա ուղղակի լավ ընկեր է ճանապարհի։ Դրա համար էլ շատ եմ սիրում այս մեքենան։ Պատահաբար հանդիպեցինք եւ ճակատագրաբար սիրեցինք իրար։ Ես Porsche Cayenne-ը, Վարդանն էլ սիրահարվել է Porsche Cayenne-ի վրա։ Հուսով եմ ձեր դուքն էլ է գալիս, որ կա դրա ավելի բարձրից է։ Այո, նման տեխնիկա է Porsche Cayenne-ը։ Գնանք այս գեղեցիկ պատմական վայրերով, զինվենք մեր նախնիների համբերությամբ եւ հավատով, հետո հետընկիչնելու գնանք ուղիղ Երևան, սիրված եղբոր ծննդյան օր շնորհավորելու։ Դաբրո։ Անզուգական գեղեցկությամբ համակված Վարդենյանց Լեռնանցքը, ձյան մեջ անասելի գեղեցկություն։ Հրաշք է ուղղակի, հրաշք, սպիտակ հրաշք։ Շուտով այս սպիտակը կփոխարինվի կանաչով եւ ավելի կգեղեցկանա այս հատվածը։ Եվ իհարկե մեր Օրբելյան Չեսարի ջևանատունը։ Նայում ենք ամեն անգամ հիանում մեր նախնիների գեղեցիկ մտքի թռիչքով, կամքով եւ ուժով։ Եվ այս ամենի միջով մենք ամեն անգամ գեղեցիկ գնում ենք մեր գեղեցիկ գործերով։ Բավականին երկար ժամանակ էր այս գեղեցկությունը չենք տեսել մեր աչքերով, դրա համար հիմա կտեսնենք Գեղարքունյաց աշխարհի լեռները եւ իհարկե Սուրբ Լեռը Արմաղանը իր ամբողջ հրաշք կոնաձև տեսքով, որի գագաթին գտնվում է Սուրբ Աստվածածին, Սուրբ Հակոբ եկեղեցին, որը կառուցել են վերջերս 5 գերեզմանա տան կողքին։ Ասում են այնտեղ մատուռ եղել է, որից հետո մեր հայրենակիցները ստանալով նախնիների էներգետիկան որոշել են վանք կառուցել եւ կառուցել են։ Շատ լավ է ստացվել ամեն ինչ։ Այնտեղ գնալը այս տարի մեր վրա խոստանում եմ բոլորի տաչից էլ նա իր սիրունը։ Բարեկամներ, ես այստեղ ապագայում տեսնում եմ մեծ սահքուղի, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից կգան ու կսահեն իրենց տարատեսակ սահիճներով։ Էլ գահուկ, էլ սանկա, էլ ինչ ասես։ Գեղարքունյաց աշխարհը ոչ միայն ամռանն է օգտակար մեզ, այլ նաև ձմռանը։ Անկամ երբ որ մնում ես ճանապարհի կեսին ու փրկարարներն են գալիս քեզ փրկում, կապ չունի, այն միշտ հիանալի է ու չքնաղ։ Տեսեք վերջին ճանապարհաշինական աշխատանքներից հետո ինչքան է գեղեցկացել այս հատվածը։ Առաջ էլ էր գեղեցիկ, բայց հիմա էլ ավելի գեղեցկացավ, որովհետև ամբողջությամբ բացեցին ժայռերը եւ ժայռերը երևում են շատ սիրուն։ Հիմա մենք կարելի ասել առաջին անգամ Porsche Cayenne-ով գնում ենք ձների վրայով եւ փորձում ենք հասկանալ նրա կապրիզները։ Հələ որ իրան լավ է պահել ու քանի որ վերջնական չենք սարքել իրան, հələ որ նենց էական նագրուսկաներ չենք տալու։ Մինչև որ վստահ լինեմ 100%-ով ու
մտնեմ ձների մեջ ձուն ճղելու, այս ժայռի մասն է խոսում արտանկարիչը։ Գեղամատագուհին մեր հայերի զարդը հիմա ուղղակի կապուտի մեջ փայլում է։ Մենք էլ այս գեղեցիկ ճանապարհներով գնում ենք դեպի Վերինգետաշեն, այսօր որոշել ենք Մադինա գյուղով անցնել, այսինքն առաջին գյուղը այստեղ ինչ էր, Լեռնակերտով գնում ենք Մադինա, Մադինայով իջնենք Վերինգետաշեն։ Այսօր ճանապարհը մի քիչ կտարբերվի, գնանք համել ստուգենք, տեսնենք ինչ նոր ճանապարհ են կառուցել, որովհետև այնտեղ նոր ճանապարհ է կառուցված, նոր ասֆալտ, գեղեցիկ նախապայմաններով։ Գնանք այնտեղ իրար հետ այսօր։ Ահա բարեկամներ, հասնում ենք Լեռնակերտ, Լեռնակերտի խաչմերուկով մտնում ենք Լեռնակերտ գյուղ, համել կտեսնենք Լեռնակերտը, որովհետև Հայաստանում մի այս թեթև չի տենսել, լավ որ պատկերացնում բարեկամ։ Հանգչեց խոդը բարեկամ։ Քիչ գեղեցիկ է Լեռնակերտը։ Լեռնակերտը հաղթարելով կգնանք ուղիղ Մադինա։ Կպած գյուղեր են, եթե հեռվից նայես, չես էլ տարբերի որն է Լեռնակերտը, որը Մադինա, այսինքն գյուղ գալուց արդեն հասկանում ես, որ շատ լավ գյուղ ես գալիս, որովհետև հավատքին տեղ են տալիս ու հենց առաջինը հավատքը մարդու հավատքը փայլում է, դες շկան են ոտքովելերի չէ, աղոթել են մեր հայրենակիցները, շուտ են գնում սեմփի մոտ, դա լավ է, հավատքի լեզուն երբեմն տեսանելի է, ինչպես այս անգամ, դες ինչ տեխնիկան նկար, գուսինիցա է, տեսար? Հիմա մենք Լեռնակերտ գյուղում ենք, կամաց շարժվում ենք դեպի Մադինա, դե ոչ ճիշտ է գա, մենք էլ ենք տեսեք ճանապարհները այստեղ դեռ ձնածածկ են, որովհետև բուկը հանգիստ չի թողում ճանապարհին, անդադ վերում տեսնում եմ։ Շարժն էլ որ մի քիչ է, համեմատաբար մեքենաների գործոնն էլ շատ չի աշխատում, որ ճանապարհը հարչի։ Դες դպրոցը։ Լեռնակերտի դպրոց։ Պաստորնամ Լեռնակերտում են դպրոց սարքի համ Մադինայում։ Մադինա չի բացում։ Հա? Մադինա։ Չէ, այ ախպերս։ Բանն է։ Լեռնակերտն է հիմա, հələ չենք ասել Մադինա։ Դες ինչ դեղին սիրուն կորվետա։ Ճիշտ ասի մաննը։ Կլիպսա։ Եվ ուշաքարը յուղի։ Բարեկամներ, մեր աչքերի առաջ փոփոխություններ են տեղի ունենում հաճելի։ Տեսնում ենք ու հիանում, հիմա իջնում ենք ձոր։ Շատ գեղեցիկ է։ Երկու գյուղերը այլևս ոչ մի խնդիր չունեն, շատ հանգիստ, անգամ հեծանիվով կարող ես գնալ։ Իսկ մեկ տարի առաջ որ եկել էինք, այստեղ ուղղակի ահավոր էր ճանապարհը, շատ ահավոր, այդպես տախտակալի էր։ Այդ կադրերը ունենք Մադինա գնալուց, ու հետաքրքիր է կարա մտնի տենա առաջ ինչ տեսք ուներ, հիմա ինչ տեսք ունի։ Գետակը նկարիր։ Անցիր այ գետակ, Արգիչի գետնա։ Արգիչի գետնա, Արգիչի։ Հիշում ես թե ինչ էր կատարվում, ախպեր, նեղ, վատ ճանապարհ էր ստե, սարքել են արել շնավակ։ Старшина Жорж, я гуйсов, что ты смотришь наши репортажи։ Ես ասում ենք Ժորժի հայրական օջախի մոտ, դենա, դեա, նկարի թողնենա, հանկած իրենք հետևում են մեր ալիքին, էլի հաստատ կտրենա, իրան լավ կզգա մեծ ախպերը, իրաց թաղն ենք հիմա։ Ու Ժորժա հաղորդումը ով գիտի, այ Ժորժես տունը այստեղ են կերներ, որ հիմա Եվրոպայում է և համեղ բաներ է պատրաստում, աշխարհին ցույց տալիս հայոց խոհանոցը, նա այստեղ է իր մանկությունն անցել այս փողոցներում։ Հիմա Ժորժի աչքը լույս, մենք զիջում ենք ախպեր, մենք պետք է զիջենք։ Բարեկամին տեսավ ոնց արագ ուշադրության շնորհիվ զիջեցինք, եթե չզիջեինք այն էլ երնդե ու հետ իշներ։ Սուրբ Աստվածածինը Մադինայի ընկերներ, մենք Մադինայում ունենք հրաշք մի ֆիլմ Ժորժի մասնակցությամբ, նա եկել էր Հայաստան եւ միասին կիսատ գար ենք պատրաստել, հետո մենք գնացել ենք մեր գործերով, ինչ արած այդպես էլ կամքը այդ օրվա, ոչինչ մի ուրիշ անգամ կգա ցուլ իրար հետ կսարքենք։ Մադինայով կախվում ենք Վերինգետաշեն, զանգենք մեզ կանչած անուշ աղբորը, Վեստապալաժենիքից էլ, հա։ Բարեկամներս, մենք արդեն Մադինան լքում ենք, որովհետև գնում ենք Վերինգետաշեն, այսօրվա մեր հասցեն Վերինգետաշենում է, գնում ենք սիրված մայրիկի ծննդյան օր շնորհավորենք եւ ես մտածված եկա Մադինայով
Լեռնակերտով, որպեսզի մեր տեսանյութերում լինեն այս գյուղերը նույնպես։ Ինձ համար կարևոր է, որ Հայաստան ասելիս պատկերացնեք ամբողջ Հայաստանը այնպես ինչպես որ կա, ոչ թե կոնկրետ տեղամասեր, որը միշտ արծարծվում է, այդ թեմաները քննարկվում են, բայց այս նման գեղեցիկ գյուղերի մասին շատ քիչ կա խոսակցություն կամ տեսանյութեր, դրա համար ես մտածված գալիս եմ նման տեղերով, որպեսզի իմանաք մեր հայրենիքի բոլոր գեղեցիկ անկյունները, բոլոր գեղեցիկ մարդկանց, թե որտեղից ենք մենք սերում, ուր ենք հասնում եւ ուր կարող ենք հասնել։ Սևանալիճը այն քիչ հրաշքներից է, որը որ կողմից էլ որ երևում է հիասքանչ է ուղղակի։ Տեսնում ես մի բուր լիճ, որը ավելին է քան ուղղակի ջուրը, այն մեր պապական հարստությունն է եւ մեր հպարտությունը ամբողջ աշխարհով։ Պատկերացրեք, մենք շատ ուրախ ենք դրա համար եւ ուզում ենք, որ այն միշտ մնա այսպեսին, մի բան էլ ավելանա ու նրա ափերին էլ տեղ չթողեն, բոլորը մշակվի, սիրուն ափեր սարքեն ու վայելեն ամառը, ինչու՞ չէ նաեւ ձմեռը։ Շատ գեղեցիկ է իր ամեն ինչով։ Դրա համար կուզենայի, որ մեծ ուշադրություն դարձվեր մեր Սևանաթագուհուն։ Ահա մտանք մուտք գործեցինք Վերին Գետաշեն, հերվում ծուխն է մի հրաշալի տեսարան, կարծես մեզ դիմավորելու համար վառած դինեն այս խարույկը, կրջի են վառել ընկերներ, ով չգիտի կրջին ինչ է, կրջին դա են որ անասունները խոտ են ուտում, մեջը չոր բաներ ալում չեն ուտում, գցում են ոտի տակ, հետո աթարի հետ են խառնում, դառնում է կրջի ընկերներ, եւ կրջին այրելով ստանում են գեղեցիկ պատկերներ ծխի տեսքով, շատ սիրուն է։ Վերին Գետաշենը ուղղակի հրաշք է, գեղեցիկ սահուն կերպով Վերին Գետաշենի ձնածածկ փողոցներով գնում ենք առաջ, տեսեք ինչ վիթխարի ձյուն է եկել պատի տակ կանգնել, էսի մինչև խոր գարուն գետա, հələ նա ինչ սիրուն է, կարծես մի ամբողջ պատմություն լինի, ընկերներ, նայեք այս սառույցին պատկերացրեք, Անտարկտիդայում կա միլիոնավոր տարիների սեսձյան շեղ, ու գիտնականները, որ ասենք մի 100 մետր փոր ունեն, գնում են մի 3 միլիոն տարի առաջվա ձյան են հասնում, պատկերացնում եք, այսպես բաներին նայելով, երբ որ պատկերացում ես ունենում, հասկանում ես, տեսեք շեղտի շեղը հստակ երևում է, այդտենց պատկերացնում ես Անտարկտիդա, այն մայրցամաքը, որը այդպես էլ մնաց աննվաճ, թեկուզ ընդել ամեն մեկը իրար մեջ բաժանել են գերտերությունները, բայց հուսանք Հայաստանն էլ մի փոքրիկ կտոր կունենա այն։ Դուս եմ արչումն եք ստեղ եք սա։ Օ, ուժեղ, հավաքվել եք արդեն։ Չէ, այդպես հավաքվելու թեմա չկա, թեթևի մեջ ենք արդեն։ Հա, դե լավ ախպերս, լավ դե եկանք, Վալբերիսի մոտ եմ բարեկամ։ Ընկերներ, մեր Տեկին Ռայսայի ծննդյան օրն է այսօր, եւ մենք գնում ենք նրան ուրախացնելու երեխաների կողմից։ Նա չի սպասում, որ մենք գնալու ենք, բայց հետևում է մեզ, հետևաբար մեզ համար դա կրկնակի երակի առիթ է, ուրախություն, որ գնում ենք այնպիսի մարդուց շնորհավորենք, ով հետևում է մեր ալիքին։ Գնացինք կրկնակի գազով։ Թղթ, ահա, Վերին Գետաշենը հայտնի է նաև իր արգելապնդիկներով ճանապարհի մեջտեղի։ Չգիտեմ ինչի համար են այս ճանապարհին այսքան շարել, բայց ճանապարհը հենց ինքը արդեն արգելանոց է, այնքան լատոկներ կա։ Ահա, անցնենք, այսպես մտնում ենք թաղ, որտեղ տրակտորը բացել է ճանապարհը ինչ-որ չափով։ Օ, բարեկամ, ես պետք է զիջեմ, ես ջիպ եմ քշում։ Զիջում ենք Nissan, չգիտեմ ինչին, Hyundai Solaris-ին ենք, Hyundai Solaris-ա, էդ են դա, որ ընտանեկան լոտոյով խաղարկում էին ախպեր, որ լիքը, հարյուրավոր հատերով, մի սիգնալ, որը հուշեց, որ ախպերները գոհ են մեր պահվածքից, մենք էլ սիգնալեցինք, որ հարց չկա բարեկամ, մենք ախպերներ ենք, անուշ ախպերներ ենք, անուշ ախպեր ասեցի, հիշեցի, մեր գործերը բավականին լավ են առաջ գնում, մենք ունենք շատ պատվերներ, միացեք պատվերների առիթին, եթե ուզում եք մեզ համար լավ լինի, ունեցեք անուշ ախպեր վերխերից, էլի, առեք, որ անուշ ախպերանա Հայաստանը, հայոց աշխարհը, ով հագնի անուշ ախպեր, նա արդեն դառնում է անուշ ախպեր ու ճանաչողները լավ գիտեն, որ անուշ ախպեր ինչա նշանակում։ Անուշ ախպերը դա հայրենասեր ադատներով մեծին հարգող, մեծին լսող, գնեք անուշ ախպեր, միանալով անուշ ախպեր շարժմանը, սա շարժում է ոչ թե քաղաքական, այլ բարոյա հոգեբանական։ Մենք սիրում ենք անուշ ախպեր վիճակը, դրա համար էլ ասում եմ, անուշ ախպեր ունեցեք անուշ օրերի համար։ Տես, անցնում ենք հաջորդ գեղեցիկ օջախը,
հայոց սուրբ օջախը մեր օջախն է։ Ահա տեսիշ սիրուն հսկա տունա, բայց մեր Տիկին Ռայսյան չի ուզի որ մեզ տեսներ ընկեր։ Ուր մտամ ախպեր էսա, մեր տունը էսա։ Աբրիս իմ վերին գետաշենի անուշ ախպերներ, հենա տեսա երկու մեզ զիջեցին։ Աբրիս բարեկամ, զիջել են մեզ ընկերներ, իսկ մենք սիրում ենք զիջված լինել, հետևաբար իշնենք անակնկալն անես։ Հա, դու որ փոքր ես էլ, բարի հետ տնկել եք, 1000 բարի, ախպերս, լավ, ընտիր։ Բա ես տուններ նշել էր համար եք։ Չէ, քարտեզ երևի էտա բե։ Այ, քարտեզներն էտենց ունյալ բրատ, նու պայեխը լիտակ դա։ Բարեկամներ, հիմա մենք մտնում ենք Հոբելյարի օջախ եւ ասեմ ձեզ օջախը հենց ի սկզբանե շատ գեղեցիկ է, կերավ էս ավտոնկյանքս, բայց ոչինչ մենք կդիմանանք ու կհաղթահարենք այս բարդությունը, որովհետեւ այսպես է կամքը այսօրվա մեր։ Հա, տեսեք բարդիները օջախ մուտք գործելիս իշ գեղեցիկ է եւ սատ ընկել է մեր տարոն ախպերը։ Ախպերս բարդիները նկարի։ Բարդիները ցույց տու, գեղեցկություն է սա։ Հարգալից գեղեցկություն։ Հիմա մենք եկանք օջախ Սրբազան, որտեղ Սուրբ Մայրիկի ծննդյան օրը եւ տարոն ախպերը լինելով BMW-ի սիրահար BMW F10 էսի, էսի բոմբա է, հա։ Էսի բամբարդիրովշիկ է։ Ահա, լավն է։ Դե որ դու ասում ես լավն է, Վարդանը մեքենաներից ավելի շատ է հասկանում, քան ես, դրա համար F10-ը շատ լավն է, բարեկամ։ Այդ քանիսնաս մոտորն է։ 4-4։ M5 ախպեր։ Դու էլ ես սիրում ես բաներ։ Իհարկե։ Ռայսա, Տիկին Ռայսա։ Վերևի հարկ ենք ելնում։ Երկրորդ հարկ ենք գնում։ Ես բալիկներ ունես։ Ախպերս աստված պահի։ Տարոն ախպեր։ Դու 25 տարեկանում հասցրել ես ամուսնանալ, բալիկներ ունենալ, F10 վարել, հա։ Ու այդ ամեն ինչը հետ միասին, ես էլ մոռացեմ ամայն հարգանք ու սեր ցույց տաս գնացինք երեխաների կողմից։ Աջ ախպեր։ Մեզ տեսել են։ Տեսա ախպեր։ Մենք ձուն ձմեռով ջերմագին ողջուններ ենք բերել ձեզ Ռայս Թե հնալիներ լույս աշխարհ կա Ծննդյան օրը բացապեր ազատ ձեռքեր ունենք Ստորաբոր ձեր ծննդյան օրը մենք եկել ենք ձեզ սեր ու ջերմություն բերենք հեռուներից իմացել ենք որ դուք նայում եք մեր տեսանյութերը մեզ խաբար են տվել ու խաբար տվողը թողամատ գրկի մամային արի Հետից ուժեղ տաղա ունենք Մայրս իր մետաքս է Բարդիները ծնգել է, ամուսնացել է, բալիկ ունի, F10-ն քշում է Մամ ուզում եմ ես առաջվա պես օրորը Ես անակնկալը, ինչպես նկատեցիք, ձեր երեխաների կողմից ձեզ շատ են սիրում Ջերմագին սիրով, սուրբ սիրով և ուզում են առողջ լինեք, լավ լինեք իրենց կողքից անպակաս Լավ չի? Շատ լավ Աշխարհի ամենալավ մաղթանքները ձեզ Մերսի Դե մատ երազանք պայք չեք տնենք ինչ անում Ինձ համար հոսող արցունքներն աչքերի Ծափեր չեք տալի, հա? Ես ձեզ ասեմ, գիտեք ինչ արնելու սրանից հետո Կատարվելու են ձեր բոլոր երազանքները դες քասրությունը վերցրեք Իսկ հիմա ես ոնց հասկանում եմ հարցիկնա թե դուստերը Դուստերը, ուզում է ծաղիկներ նվիրի, հա ոնց է Դավայ նվիրի Դուստերը նվիրում է, որդին էլ է նվիրում, բայց տորթը վերցնում է դուստերը, որ որդին լավ նվիրի, ջիջարով գրկի մամային Քեզ խղճի չապով, որ խաղայի Ես անհոգով ծնկների, որ ծնկի ես գա Դες գիտեք չէ ինչքան շատ են սիրում, հիմա պահը վրա հասա, որ դուստերը, դու պետք է բերես բաժակները, շամպայն ենք պայթացնում, հա Շնորհակալ եմ շատ Այսօր հատուկ օր է էլի, այսօր սրբության ծննդյան օր է, մեր տարոն ախպերը շատ սիրում է ձեզ, հարգում է Աշխարհի չափ։ Աշխարհի չափ Աշխարհի չափ։ Եմ բանաստեղծություն կար, չէ, ասում է Են ոնց է ասում, մորը սրտի հետ աշխարհն չափել Այն ճավախ քիչ է։ Հա, քիչ է, շատ քիչ Որ այս, դուստերային վնաս չտամ, էլի Բան արել, էսի պահի բացա Բարեկամներ, հիմա ես վտանգավոր հնարք եմ կատարում Ուշադրություն Վտանգավոր, շատ վտանգավոր Ահա, լավ ստաց Ուրա, ծապեր տվեք, ուրա Շատ լավ որդեք մեծացրել, հա
Շնորհակալ եմ շատ։ Մանավանդ եկած դե մտաբաշխես, ասում եմ բարդիներով ա տնկա, ասում եմ ես, օպարի հետ։ Ծառ ու ծաղկունք սիրացող մարդը, աշխարհի ամենաբարի մարդը։ Գևորն ուր է։ Գևորը ներքևն է։ Գևորը դեր աղբերն է։ Ուր է Գևորը։ Հիմա աստե ներքև առաջ հարկն է։ Այն կոկի ինչ անում, խորոված անում։ Խորովածի գործ ինչի դե։ Բա ինչ անում ապա։ Խորովածը մի փոքր։ Օ, Գև ջան, ինչի՞ չես եկել, աղբեր, մենք քեզ ենք սպասում։ Հեսա կգա, հեսա։ Հա, գալու է։ Դե շնորհավոր ձեր ծննդյանով է, եւս մեկ անգամ, կրկին անգամ դուք սիրված մայրիկ եք, սրբություն եք եւ այդպես էլ ձեր սրբությունը պահել եք, հա, ձեր տղայից երևում է, շատ սիրում եմ ձեզ։ Իսկ դուք մի մոռացեք այս հրա մասին եւ սրա մասին։ Այս կողմից սեր ու հարգանք, այս կողմից էլ սրտեք այս վիդեոն, սիրտ մեկնաբանություններ, սիրտ։ Դու եկե։ Տարոնը այս տարվա մեր բացահայտումն է, որովհետև քիչ կա նման անուշ աղբերներ հայոց աշխարհում։ Վերին գետաշեն ու անլով։ Ամեն սրբազան հայ օջախից կա մի գեղեցիկ պատկեր, որը հայոց լեռնաշխարհում իր տեղն ունի։ Աժդահակ լեռն է կադրերում, ընկերներ, այնտեղ ափսոս մեքենայով չես կարող գնալ, միայն ոտքով, եւ մենք նպատակ ունենք, որ այնտեղ նույնպես պետք է բարձրանանք, ինչքան էլ դժվար լինի։ Աժդահակի վրա նույնպես կա լիճ եւ շատ բարդ նվաճվող լեռ է սա համարվում։ Տարոն, սրանց Հայաստան շատ կա, կհամենանք անպայման։ Սրանից կոնկրետ։ Հələ նայ, այ ախպեր։ Սա փոխած է։ Հիմա դա ինչ զավակոյ։ Նա բացա։ Հատուկ մեքենա սիրողների համար այս կադրերը BMW M4, F10, M5, F10 M5, F10, ես մենակ թվերը գիտեմ, չգիտեմ այդ ինչա նշանակում, բայց գիտեմ, որ հզոր Computation-ն է սա, բարեկամներ, Տարոնը հուշեց, տեսեք ինչ գեղեցիկ ձայն է հանում, հիմա հետևից Վարդանը թող նկարի։ Ես հիմա բաց, հա? Բակի? Բաց! Անտիր։ Դե ինչ բարեկամներ, մենք արդեն գնանք Եղեգնաձոր, այնտեղից էլ ուղիղ Երևան։ Վարդան առեսի, հարսին տաչը, հա, հարսին տամ քեզ, որ հարս առնես, ախպեր, դե իսի վերց։ Հա, ընկերներ, գնացինք, լավ մնացեք, հարգանքներս վերին գետաշեն, բայց մի հատ էլ բան նկարի նոր, էլի, անունաս։ Աժդահակը։ Ուզում ենք ձեզ եւս մեկ անգամ աժդահակը ցույց տանք, մինչեւ որ կգա գարուն, կգա պահը այն պակարի տանելու։ Պակարին, բրատվա, ребята, обязательно մենք կբարձրանանք դրա գլխին։ Աժդահակ լեռն է կադրերում, բարեկամներս։ Էրզարում ծուարյուններ քո մեջ հոսում, Արցախն ազատ տեսնել է իր երազում։ Մենք եկել ենք, դու ուղղակի հայտարարի մի անակնկալ կադյութական, մտնենք անենք գնանք, ինչ են անում, մտանգո են պարում։ Տարանց կոմենտների սենց ասած։ Հա, անակնկալ no comment, it's okay, very good։ Մեր Արտուր Վարդանյանը շատ հարգված անձնավորություն է իր շրջապատում։ Ղուկասյան, հա, Արտուր Ղուկասյանը շատ հարգված անձնավորություն է, ինչպես նաև նա հարգված անուշ աղբերա, Արփին է կույրիկի կողմ, բա այդ ենք անում, չեք գալի։ Հարգանքներս բոլորիդ, այդ ինչ լավ ծափեր եք տալիս, մի անգամից պարզ է դառնում, որ մեր հոբելյարին շատ եք սիրում, եկել եք ուրախացնեք, նրա օրը տոն դարձնեք, ապեք ծափերի համար, ուրը մեր Ղուկասյան, Արտուրը, նա որտեղ է։ Հարգանքներս, հոբելյար, նեմը ծափեր Ինչը շատ գեղեցիկ էր ու նպաստավոր,
Բարեկամներս, բարեկամ, շնորհավոր ծննդյան օրը առանց լինես իրար չանիք ու չեմ էլ կասկածում, որ այդպես էլ կլինի։ Բայց դրա համար մենք մի պրոցեդուրա անենք, պետք է տորթը վառեմ, երազանք պահես, չես, որ կատարվի բոլորը։ Բայց մի խնդրանք, մի կարդա, խնդրում եմ, մի կարդա ինքա գրած, հա, չկարդաս։ Պահիր այդ ցանկությունը, որ ես մեր կողմ հարցամ նոր ասես, էլի, ում կողմից ծափեր տանք, հա, հրավառությունը արդեն տոն է եւ մեր ատուր մեծ ասպետը աշկից կարդաց ինքա գրած, հա։ Սա սերը հերուներից, այնպիսի մարդու կողմից, ով որ պետք է այստեղ մեր կալիներ, բայց հարգելի պատճառով այստեղ չի, որովհետև հերու է նա։ Քանի հիշել եմ ասեմ, ես մեր աղբերը տորթից մի կտոր կերել է, թեմա չի, չէ։ Մեր, նա։ Ուժի գալա։ Ապես, շատ լավ Կամը եկավ ու մի անգամից պտես մոմերը, բայց սա մեր հոբելյարի համար է Նավ երազանք պահիտ չի, կույրիկը արկին է, տես շատ է սիրում Սիրտըտ բարի է, կիրական Իրա կյանքի ընկերն ես ու կեզնում նահապարտ է ու վստահ կյանքում Հետևաբար չեն կարող անտարբեր մնալ, փորձես մի գեղեցիկ անակնկալ կազմակերպի, չգիտեմ, ստացվա թե չէ Երանեստրանակ շատ լավ է, հետևաբար ասում ենք հաջորդ նվերին, որը աշխարհում մի հատ այսօր ենք սարքել հատուկ մեր հոբելյարի համար Եվ սա իր մեջ մեծ իմաստը պարունակում, որ տորթը հայվարկ է, արդեն քաղցելությունը փոխանցի թող տարածվի, ում հետ կուզես կկիսվես Իսկ ես պահին ծանոթանանք քո մյուս նվերի հետ, որը առանձնահատուկ ես քո համար է, մենակ քո բացում ենք Այդ ենք անում ով Այս կոնյակը հատուկ մեր հոբելյարի համար է, անվանական, որպեսզի կույրիկը գա, իրար հետ բացել ու բարով տեսանք հետո Չենք ծնունդի մասին Ծնունդը շնորհավոր Իներ երկնքից կույրիկը աշխարհի ամենալավ նվերներն է ուզում քեզ տա Եվ ասեմ, որ այսքանով չենք սահմանափակվում, էլի նվեր ունենք, որ ես ֆոկուսով հեսա այդ նվերը կհայտնվի իմ ձեռքում, հեսա ֆոկուս եմ անում, վերջ, արել եմ ֆոկուսը, հեսա նվերը կույրիկի կողմից, որ զանգեք, իրար հետ շփվեք, կապի մեջ լինեք միշտ, նա շատ շնորհակալ է եւ հպարտ, որ ունի ձեր նման լավ աղբեր անուշախպեր, շնորհակալ եմ Կարլոսը, մեր բարեկամը, շնորհակալ ենք ձեզ, դες բարձր տրամադրություն, չեմ եք հասկացում, որ Կարլոսը առանց Ռոբերտոյի լավ կանցկացնի։ Շնորհակալություն նաև ձեզ եկեք իմ գործընկերներին, Հաջողություն։ Հուսամ մենք ոչինչ չենք մոռացել, բարեկամներ։ Իսկ եթե մոռացել ենք, Վարդանը անպայման ոսկի շահ կտա Վանատուրում, Վանատուրն է, չէ՞։ Վանատուր ռեստորանը դեռ վաղուց կա, նրա մասին լիքը գովազդներ եք տեսել, ես էլ եմ տեսել, հələ այն փոքր ժամանակ տելևիզորով տենում եմ, ասում էին Վանատուր, արի հաց կեր, Անուշ արա քեֆ արա։ Այդ նույն Վանատուրն է, տեսեք, Վանատուրը իմ մանկության ամենասիրելի ռեկլամներից մեկն է, հլիշ ծիրուն է գրած։ Վա, ասում ես, տեսնում ես, կյանքը այնպիսի բան է, որ պտտվում է և կեզ հասնում է այնտեղ, որտեղ որ չես էլ մտածել, որ կհասնես, այնպես որ լայքում ենք, բաժանորդագրվում ենք, իսկ մեր ճանապարհը շարունակում է, որովհետև մենք գնում ենք ուղիղ աշտարակ խաշուտելու, ես Վարդանը Զավենը Մեկրկնիչս։ Հարգանքներս բարեկամներ, այսօր այն օրն է, որ Ստեփանը գնում է Ստեփանյանների հարկին մասնակից լինի։ Գնում ենք շատ գեղեցիկ անակնկալով շնորհավորելու սիրված քույրիկի հոբելյանական ծննդյան օր։ Ըստ չեմ ճշտել որ ամյակն է։ Ախ, ինչու չեմ ճշտել, լավ, ոչ տեղում կիմանանք։ Մեր շատ սիրելի, սիրված Անահիտ քույրիկի, ինչպես նաև ընկեր Ստեփանյանի ծննդյան օրն է։ Նա մանկավարժ է, արդեն բավականին երկար տարիներ մասնակցում է մեր սերունդների կրթմանը։ Նրա քույրիկը Ռուզանան նույնպես մանկավարժ է, ով եկել է Հունաստանից հատուկ քույրիկի առիթին ներկա գտնվելու, ինչպես նաև մեր մեծ աղբեր պարոն Ստեփանյան Սահակը, ում ծնունդը 3 էր, նրանց հայրն է, նույնպես ունի նվեր իր որդու ընտանիքի կողմից, Արմեն որդու ընտանիքի կողմից, Ֆրանսիայից Սահակի, Արմենի որդիների Սահակի եւ Գևորգի կողմից։
Նրանք բոլորով հավաքվել են Ֆրանսիայում, հիմա էլի նշում եմ, բայց հարգելի պատճառով չեն կարողացել գալ, բոլորս էլ հասկանում ենք ինչ պահեր են։ Մենք այնպիսի ազգ ենք, որ նման իրավիճակների մեջ շատ ենք լինում, այնպես որ բոլորիս էլ պարզ է, թե ինչի համար չեն կարողացել ներկա գտնվել ֆիզիկապես, բայց նրանք հոգով ու սրտով այստեղ են, իսկ ֆիզիկապես ներկայությունը մենք պետք է ապահովենք։ Հիմա գնում ենք գեղեցիկ այդ առիթին ներկա գտնվենք, կարևոր մարդկանց առիթ է, հասարակությանը պիտանի մարդկանց առիթ է։ Սահակ Ստեփանյանը մեծ ճանապարհ է անցել իր կյանքի ընթացքում, շատ մարդկանց է օգտակար եղել, հայրենիքին է օգտակար եղել, Մասիսի տարածաշրջանում նրան շատ լավ ճանաչում են, նա նախկին պաշտոնյա է եղել եւ ամեն ինչ արել է, որ այս տարածաշրջանը ծաղկի, իր կյանքի ամեն օրը, ամեն ժամը նվիրել է հայրենիքին։ Հետևաբար մեզ համար դա պատիվ է, որ գնում ենք նման լավ մարդու առիթի ներկա գտնվենք։ Հերիք չի ներկա ենք գտնվելու, մի հատ էլ նվերներ ենք փոխանցելու։ Դա մեզ համար մեծ պատիվ է, այնպես որ ես ու Վարդանը հիմա գեղեցիկ վարելաձևով գնում ենք Վան ռեստորան, որտեղ մեզ կդիմավորի Ազատ եղբայրը, կտա ծաղիկներ, 101 հատ գեղեցիկ վարդեր, գեղեցիկ օրաքրոջ համար։ Սահակը ում անունը որ կրում է Պապիկի անունն է կրում Սահակը, ով հիմա Ֆրանսիայում է, նա է ամեն ինչը մանրամասն կազմակերպել, մեզ հետ համագործակցել, իսկ մնացածը մեծ սիրով միացել են այդ ամենին եւ որոշել են մի գեղեցիկ օր պարգևել սիրված օրաքրոջը, քույրիկին, պապիկին, այնպես որ գնացինք առաջ։ Մենք հաշված վայրկյաններ հետո կլինենք արդեն Վան ռեստորանի դիմաց։ Օպելը ջղայնացավ, մենք նրան մի քիչ հետ գցեցինք իր ճանապարհից, բայց պետք է հետևենք, գտնենք ուր է գնում, որ հասկանանք որտեղ են հավաքվել առիթը նշելու։ Գնում ենք հետևից։ Մարդ չկաս դե հարցնենք։ Բարև ձեզ։ Դու կաղաց ընդեք եք է։ Դու էլ ես մանգալի, բա չես գտնում։ Մարդ չկա, հələ կան լավ, ուրեմն բանից հարցնենք, հենա դուրսը մարդ կա։ Բարեկամ, այդ հարց տանք, ես դե ծնունդ ունեք այսօր մի 30-40 հոգանոց։ Որ կողմում է։ Հենց է դեն։ Դե վсё, ուրեմն շատ լավ է, գնանք ընդ է։ Հիմա մենք արդեն գտել ենք առիթի վայրը։ Իսկ հասկացում եմ որ ընդ է, ուղղակի որ ավտոներ չտեսա, պայտակ մտածեցի որ հրաշք է սա։ Ու այստեղ չեն մեր բարեկամները։ Բայց ամեն դեպքում այստեղ են։ Այդպես պարզվեց ի վերջո։ Ընդ է կար կայանատեղի, ճիշտ է։ Բարեկամներ, Վարդանը ամեն ինչ բերեց, բայց ես պետք է շորոսանը մի տեղ կախեմ։ Հələ ախպեր, բան արեք, մենակ ծաղիկն է, չէ, վերցեք եկեք, հա։ Վերցեք եկեք, հեսա անդե սիրունսակը դեզերտենք։ Քանի որ դրսում ցուրտ է, մենք որոշեցինք այստեղ պատասպարվել, այստեղ հավեսով, այս պլիտայի շուրջը, որը լավ տաքացնում է։ Ես էլ մի անգամից սենց անեմ։ Նկարում ենք ախպեր, հենա, ես ոնց ենք նկարում, ուժեղ ախպերս, Ազատ ջան, հեն մեզ ապե կաղա արդեն մեր պահն է աստե։ Մեր մանուկ ախպերը շատ անկանխատեսելի անից հավը։ Գակ, նատուր է, գնացի գարի։ Դե տուր։ Շնորհակալ եմ մանուկ բարեկամս, հարգանքներս բոլորին այսօր սկսեց ձեր գեղեցիկ արարողությունը, դե ուրեմն գեղեցիկ, ուրեմն ծափերներ գեղեցիկ թող լինեն, բոլորը ձեր ծափերով շնորհավոր եք մեր ընկեր Ստեփանյանի այս գեղեցիկ հոբելյանական 60-ամյակը, շնորհավորում ենք մաղթելով ձեզ աշխարհի ամենալավ բաները, առողջ լինեք, ձեզ շատ են սիրում։ Մենք էլ մեր հերթին շնորհակալ ենք ձեզանից այդ հայրենանվեր ու գեղեցիկ աշխատանքի համար, որ ձեր կյանքը նվիրել եք այդ աշխատանքին։ Հետևաբար, ըսկի մի քիչ կասկածել չկա, որ ամենալավն եք եւ ամենալավին, ամենալավ ծափերը եւ մարտանքները հենց հիմա ձեզ բերել ենք կարծրություն հեռուներից, մեծ սիրով, որ ձեզ լավը զգաք, սեր ու ջերմություն զգաք։ Բոլորը հավաքվել են այստեղ, բայց շատ մարդիկ էլ չեն կարող հավաքվել։ Եթե հավաքեին, ամբողջ Հայաստանի զալերը չէր հերիքելու։ Աշխարհի չափ ձեզ այդքան սիրում են, ձեզ շատ են հարգում։ Հետևաբար երազանք պահեք, չեք ձեր երազանքները։
տարի մեր ընտանիքը հավաքվի իրար գլուխ։ Նորից ասեք։ Մյուս տարի մեր ընտանիքը հավաքվի միասին նշենք մեր տարեդարձները։ Երեքի մայրիկի ծննդյանորներ, այսօր իմը։ Մայրիկի թե Հայրիկի։ Հայրիկի, մեր Սահակ հայրիկի, մեծ եղբոր, հարգանքներս, գիտեմ, որ դուք էլ մեծ ճանապարհ եք անցել, շատ գեղեցիկ կյանք եք ապրել, հայրենանվեր և ձեր երեխաներն էլ ոչ պակաս։ Ամեն շնորհակալություն ենք հայտնում մեր Հունաստանից ժամանած Ռուզաննա հորաքրոջը, ուր է նա։ Որ կապեք տուն ու տանիք Ես մինչև պապայի նվերը տամ, ես ձեզ գեղեցիկ նվեր եմ բերել հեռուներից, հələ հատուկ մեր պարոն Ստեփանյանի համար գեղեցիկ նվեր, որը խորհրդանշական է, որ ձեր դուստրը հենց նոր նշեց, որ ընտանիքով հավաքվենք, վստահ եմ, որ մյուս տարի հաստատ հավաքվելու եք ու այս կոնյակը բացելու եք անուշանեք։ Համաձայն եք։ Դե հիմա ես ցույց տամ պապային ինչ կոնյակ եմ բերել։ Թող տենա մեր մեծ աղբեր Սահակը, պարոն Ստեփանյան, տեսեք։ Ինչ է գրված։ Արգանյան հայրիկի ու պապիկի։ Հենց այդպես էլ կա։ Հարգարժան եք, ձեզ լիք է կյանք առողջություն, որ ձեր բոլոր երեխաները, հարազատները հավաքվեն ձեզ պատեն իրենց սիրով։ Իսկ հիմա պահը վրա հասավ, որ ես վերցնեմ այս ծաղիկները Վարդան այդ ծանրություն չզգա, թող չզգա ծանրություն։ Այս ծանրությունը նախատեսված է մեր Օբելյանի համար, որը շատ թեթև է իրականում և մեր Արաքսիայի թեթև ձեռքով սա կհանձնվի շատ սիրելի հորաքրոջը։ Գեղեցիկ հանձնի, կարաս պահես ծանրը, ծափեր տանք միան գեղեցիկ։ Իմ պատիվ, իմ հպարտություն, իմ քույր Կարա հուրկուրի, մեծ պաչի գրկի։ Ոսկի է թափում վերևից և հենց այսպիսի կյանք եք դուք ապրել։ Ձեր արածը ոսկուց էլ թանկ է և անգենահատելի։ Ինչպես նաև ձեր քույրիկի, մեր Ռուզաննա քույրիկի արածն էլ ոչ պակաս, էլի կարևոր է։ Շատ լավն է, Հունաստանից եք եկել, դե որ եկել եք դուք էլ ունեք ծաղիկներ։ Որը կհանձնի, մեր Լուսինե քույրիկը, ուր է նա։ Լուսինե, արի դու էլ միակ լավ կարևոր գործ ունես։ Նվերիր ծաղիկներ հորաքրոջը, երկուսին էլ կարաս գրկես պաչես, բայց ծաղիկներ Ես դարձել եմ հարբած Դու սկսում ես նոր կյանք մեծ սիրով ու սպասված Իրկավ Լուսինեն ասեմ, Լուսինեն ունի արջուկ, շատ կարևոր սիրուն արջուկ, որ տանի ու հասցնի մեր Աննային, ով այսօր չի կարողացել գալ, անպայման կտաս։ Իսկ հիմա մի հարց տամ ձեզ, ով է պակաս այստեղ, որ պետք է ներկա լիներ, բայց հարգելի պատճառներով ներկա չի։ Մեր երեխեքին նկատում եք։ Ով կարող է լինել, երեխեք, մինչև երեխաները, ձեր այս գեղեցիկ ընտանիքում եղել է նաև ևս մեկ հոգի, որ ձեր հետ է եղել ձեր կողքին, հիմա հեռու է։ Եվ Ռուզաննա քույրիկը արդեն ասել է, Արմեն եղբոր ընտանիքի կողմից նրա երեխաների, Գևորգի և Սահակի կողմից։ Ուրախ եմ բոլորիդ համար, ծափեր, ձեզ լավոր, բարձր տրամադրություն քեզ արեք։ Սա էլ ծանր է, արդեն դրեք մի կողմի վրա, որովհետև ծանր է շատ, ես գիտեմ։ Ձեզ լավոր, շնորհակալ ենք ծափերի համար, ուշադրության համար, առողջ լինեք և միշտ սիրված Աստծո օգնությամբ։ Մենք գնում ենք։ Շնորհակալ եմ, մեծ աղբեր մանուկ։ Բարեկամներ, շատ լավ ստացվեց իմ կարծիքով, շատ լավ սարքեցինք։ Այսօր այն օրն է, որ մենք գնում ենք մտածված վտանգի ռիսկի դիմենք, գնում ենք շնորհավորենք մեր Անի քույրիկի ծննդյանորը և չենք ասելու ում կողմից է, մինչև Անին ասի։ Ի սկզբանե մտածել էինք ընդհանրապես չասենք, բայց հետո հաշվի առանք ռիսկերը, որ կարող է բան լինի, էլի։ Դրա համար ավելի լավ որ մի քիչ տանջելուց հետո ասենք ում կողմից է անակնկալը։ Հա, ուրեմն եկել է, հա, բա ծափեր տվեք, ծափեր տվեք։
Անի, բրիվեց ընդ շնորհավոր լինի, եկել են քեզ ուրախացնենք, բայց անչե դες գիշ ծափեր տալի, հա։ Անի ջան, ծննդդ շնորհավոր լինի քեզ։ Շատ մարդիկ շատ սիրում են, հարգում են, տեղ են տալիս այս կյանքում ու ուրախ են, որ դու ծնվել ես։ Ամենաշատը գիտես ով։ Հենա դե աշկերը փայլում է Էդգարը։ Ես ինձ սիրունիկ Էլի արի։ Ախպերը չէ ես մեկը։ Հա։ Դե երազանք պահի ու չի մոմել։ Կատ։ Ես ինձ անուշիկ Շատ ապրեք, անջան, ուտեն մեզ չէ չկան սեր ու հարգանք կա այս տորթի վրա։ Ես քեզ մի բան ասեմ, ուրեմ, ուրա գնում ես գալ։ Գալիս ա։ Հա, բալիկն է, հա, բալիկ։ Գիտես չէ, այս անակնկալը ես չեմ ասել ում կողմից, հա։ Մի քիչ որ դու կասկածես ում կողմից, հա։ Եթե կասես։ Ես արդեն կռահել եմ ում կողմից։ Ով է։ Ոյ։ Բայց ինքը բան կանի, հիմա կարող է ցայք չլացի։ Անակնկալ են անում անի, շաբո նայի։ Որ մեկը ծաղիկներ բերել։ Հա, բա, մամային էր ուզում։ Քեզ ծաղիկներ եմ տալիս։ Դու շատ հոգատար ամուսին ես երևում է։ Այդ գերկի ծաղիկները տուր ես քո սիրուն ընտանիքն էլ, ինչ լավ պահա։ Միշտ լինելու կյանքում քեզ Ուզով եք մի լացել։ ինչ էլ որ պատահի միասին ենք մանալու Ցելա հələ մի բան է։ Ցելա ծամերցը։ Անի, ինձ ասել են չասեմ, էլի, պետք է մի քիչ դու ասես, ում կողմից գնու։ Վայ, բալիկ, կներես, մամայի ծննդի օրը լացում է, Ասեմ թե չասեմ։ Չէ, դու ասա, ես չեմ ասելու։ Ես չեմ ասելու։ Արայի կողմից։ Հարգանքներս, ում։ Հենց առաջի հնարավորությունը ճիշտ օգտագործեցիր, պապայի կողմից է։ Հա, շատ սիրում եմ քեզ, դու իրա թագուհին ես, իրա գանձն ես, Էդգար ջան, դու էլ իրա բաբշե գանձն ես, հա։ Ես շատ եմ սիրում, դու շատ սիրված փեսա ես, բարեկամ։ Դες ես լավ որ մենք գնացինք, եկանք երեխուն, արա, սիրտս չարչարվավ մի պահ, երեխային խանգարեցինք։ Էդգար աղբեր, դե, կապի մեջ աղբեր ես։ Խնդրեմ, դե, գնացինք ձեզ լավ որ, արա, երեխու լացը իշքան հարուստ է, չէ։ Տունը հարստանում է երեխու լացով։ Դա այն լացն է, որը տունը ջերմացնում է եւ իմաստավորում, այնպես որ բոլորի օջախներում մանկան ճիշտ լսվի եւ պահվի։ Իսկ մենք հիմա ընկերներ գնում ենք բանակի քեֆ, որը հրաշք մի տեղում է, հրաշքայգի։ Անին ջերմացավ Հայրիկի սիրուց, միանգամից հասկացավ, որ Հայրիկն է անակնկալը արել, մենք էլ մեզ լավ զգացինք, որ այդպես եղավ։ Հիմա շարունակենք ճանապարհը։ Մենք հիմա գնում ենք հրաշքայգու ճանապարհին ենք եւ հենց այս ճանապարհին էր, որ մեր սերիալը արդեն հասանելի է YouTube-ում, նայում են, լավ է արդյունքները, բայց եթե հանկարծ դուք նայած չլինեք, անպայման մտեք ու նայեք Full Cake-ի առաջի սերիան, որովհետև ես դրանից է կախված երկրորդ մասը, թե ինչքան շուտ կլինի ձեր վերահսկողության տակ։ Այնպես որ ով ինչով կարող է ոգևորեք, գրեք մեկնաբանություններ, կարծիքներ, սցենարներ առաջարկեք, իսկ մենք մեծ սիրով փորձենք այն դարձնել իրական։ Հիմա մենք գնում ենք մեր Արտուր աղբոր բանակի քեֆին, ով 2 տարի փառքով պատվով ավարտեց ծառայությունը եւ եկավ։ Հիմա հավաքվել են բոլոր հարազատները եւ նշում են նրա բարի գալուստը, իսկ մենք գնում ենք նրան անակնկալ տանենք իր հորկուրի որդիների կողմից, հորաքրոջ որդիների կողմից, Սարգիսի եւ Վարուսի կողմից։ Հիմա Աշոտ աղբերը մեզ պետքա դիմավորի, զանգել է, հասկանանք որ սրահում են, որովհետև հրաշքայգում կան լիքը հրաշք սրահներ։ Անգերներ, ամեն ինչ իդեալական է, ուղղվում է ու մեզ ուղղում է դեպի գեղեցիկ պահերը։ Գնանք հրաշքայգի, հետո գեղեցիկ պահերը կազմակերպենք։ Բարեկամներս հիմա մենք գնում ենք, գնանք հասնենք մեր Արտուրին, որ փառքով ավարտեց ծառայությունը ու եկավ
Աղբերները շփոթացել են ինձ աղբեր։ Բայց հզոր է, աստե նաև դրոյի բանակի քեֆն է անես, որ դրոյի բարեկամներից ով կտենա, մենք եկել ենք դրոյին էլ ասում ենք բարով ես եկել աղբերս։ Ամփորձանք ես եկել, ծնողների տաշկը լույս, հարազատների տաշկը լույս։ Հիմա մենք մեղմիկ զգուշորեն հրաշքայգու հրաշք ստեղծած բաների կողքով անցնելով գնում ենք Արտուրին ասենք շնորհավոր։ Բարի օր ձեզ բարեկամներ։ Արտուրի բանակի քեֆն է։ Աղբեր։ Եկել հա, աշկերս լույս ելնի, հա։ Բարի աղբերս։ Իմ հարուստ աղբեր արա, ես ինչ է։ Ես ինչ ոսկեղեն է։ Նկարը բան է։ Հա, նկարի աղբեր, սաղ իմացա որ դու հարուստ ես։ Աղբերը Սիբիրից է, Սիբիր։ Սակվենք։ Սարգիսն ու Վարոսը, աղբերս, երկու աղբերները։ Անակնկալ, ես չասեմ դուք դիմավորեք ես։ Ոչ ասի, աղբեր։ Շնորհակալ եմ Էդգար ջան, որ չասեցի, դա տենց էլ թող չիմանան ով եկե։ Բարև ձեզ, բարով եք հավաքվել ծափերը մի հատ հաղթական, որովհետև մենք զինվոր ենք դիմավորում։ Այն դե, ապրեն, են ինչ լավ ձեներ անեցին, շատ հաղթական էր։ Արտուր ջան, բարով ես եկել, ես քաղցր բաներ ենք վերել, վերցրու, բարեկամ, վերցրու, 2 տարի ես դրոշի համար դու ծառայել ես մեր համար, մեր երկրի, շնորհակալ ենք քեզ ու շնորհավորում ենք քո բարի գալուստով, եւ այս շնորհավորելու ժամանակ է, որ ծափեր են հնչում ու մեզ են մոտենում, մեր հերոսի մայրիկն ու հայրիկը, եկեք, ուր են, հետո մեծ աղբեր, Աշկները լույս լինի, ես եկել եմ ձեր Բացակա, այստեղ որ ներկա չեն, իրաս կողմից եմ ես եկել եմ ձեր Քույրիկներ թող գա, բասար թող ացելա թող գա, բան չի առած ծափեր եկավ քույրիկը Ծափերը տեղը պահի գա, որովհետև այս պահին ձեր ներկայությունը մենակ ծափերով կարող ենք զգալ, մեկ էլ հույերով, որ հու անեք Արտուր ջան, լավ երազանք պահի բարեկամ Չի թող կատարվեն քո բոլոր երազանքները, դու նոր բարձունքներ պետք է գրավես ու բոլորս վստահ ենք, որ դա քո մոտ 5+10 բելու է, դու 10+5 են ժամանակ է, 10+ դու բարձունքներ ես գրավելու։ Եվ այս անակնկալը հենց այդ խորը իմաստն է պարունակում իր մեջ։ Բարով ես եկել, քեզ լիք է լավ հաջողություններ քաղաքացիական կյանքում, դե հիմա չի մոմելը։ Շատ ապրի քույրիկը, որին կամքով եկավ, շատ ճիշտ արեցիք, որ եկաք, այդ իսկ պատճառով տորթը վերցրեք ձեր եղբոր ձեռքից, որովհետև եղբայրը ունի մի շատ կարևոր առաջադրանք այս պահին, մայրիկին, մեր Անժելա քույրիկին, պետք է ծաղիկներ նվերի, գրկի, ամուր, որովհետև Մայրիկի հոգու մեծ ես պայթյունն է լսվել, երբ որ քեզ տեսավ ու իմացավ, որ վերջ անցան 2 դժվար տարիները։ Բայց մայրիկի հետ հավասար նաև քույրիկն է շատ սպասել քեզ, երևում այն այկ է կանգնել, այ մատ քույրիկին էլ գերքի, ոչ քույրիկին ծաղիկ չէ։ Բայց ձեր ու հարգանքը կա, միշտ այդպես սիրով լինեք ընտանիքով, այս կոնյակն է, համ քեզ, համ էլ պապային։ Դու պապային թող բացի, նա դե պապային գերտի։ Թող բացի, ուրեմ այս կոնյակը խորհրդանշական է, սա բացական մարդկանց համար է, ովքեր պետք է գան հասնեն ձեզ, իրար հետ, խմեք, բայց ովքեր են նրանք, այ դա է հարցը, ով կլինի Արտուր։ Ասում է, չգիտեմ, բայց քույրիկը հենց դրա համար է աչքից եկել, ով է։ Լիլի Հորքուր։ Նելի Հորքուր։ Չէ, դու մի քիչ հլելի անուններ ասա։ Սակոն։ Վարոսը։ Նայեք ինչ է կատարվում։ Հեռավոր, ցրտաշունչ Սիբիրներից անակնկալ է եկել Վարոսի եւ Սարգիսի կողմից, հորագրոշ տղաների կողմից։ Նրանց ներկայությունն ենք ստանում մենք։ Բոլորից շատ են սիրում, բոլորից աչքեր լույս լինի։ Հորքուր էստեղ, հա։ Հորքուրն այդ պաչ է, էլի։ Ապրես, նրանք այստեղ են բոլորիդ հետ, բոլորիս աչքեր լույս լինի, թող հայոց աշխարհում իր զինվորները գնան, դառնան տղամարդ ու գան, նայեք ինչ տղամարդ է եկել, առողջ ըրնես,
Միշտ սիրված։ Բոլորիս լիքը լավ բաներ աստծորությամբ մենք գնում ենք, դուք մնում եք, կեփ արեք։ Բարեկամ ես գնում եմ, դուք մնում եք։ Բարի ճանապարհ ընկերս, Աստծո հույսով դեր հասնեք։ Շատ լավ էր ամեն ինչ, իսկ դուր եկավ։ Հիմա մենք այնքան ներսում այնքան ջերմ էր ամեն ինչը, որ ես անգամ հասցրեցի շոքեցի ընկերներ։ Եվ այս լավ դրական էներգետիկայով մենք գնում ենք մեր երկիր։ Մեր երկիր Եղեգնաձոր, այն յանն է, այս երկու լուսերի արանքով որ նայեք, հետո ուղիղ գնում ես, հետո ձախ ես անում, հետո էլի ուղիղ գնում իջնում ես սարերի ձորերի միջով հասնում ես Եղեգնաձոր։ Արկադի Դումիկյանն է, որ ասում էր սարերով, ձորերով։ Այդ երգը հենց Եղեգնաձորը անցնելուց այն կգրե։ Տեսելա սարերը, ձորերը ու գրելա։ Ցավից մորմոքող արյուծ ցույց տանք ձեզ։ Արյուծները շատ զգացմունքային կենդաններ են։ Ինչու՞մ հիմա մենք կհամոզվենք։ Սոված ես։ Այդ կանչում էր մեզ։ Մարյուծ աղբեր։ Արյուծ։ Արյուծ։ Մի հատ կմռնչաս։ Արիշ սիրունա, չէ։ Բայց հասկանում ես, որ ինքը կարա քեզ ուտի։ Արիշ լով նորը, 6-ով նկարի էլի։ Հա։ Լուսը բարի, լուս չկա։ Գեղեցկություն։ Սիրուն արյուծ։ Ուրա բակո կնի, կարա։ Ուրո։ Կոկենիկն ուրա։ Արա հետը տեր կրվել եք։ Հե։ Ուրա։ Աղջի ուր ես։ Արի մարդուտ տեր կային։ Սկում ես ինքը ցավա քաշում։ Հա։ Ծիծաղում ես։ Որ ջոգում ես, բայց սրա այդ լավ ընկերել ես, դες փաթաթվես ադուշի։ Հալերթանք տնակ ուրա, մեր արյուծ աղբոր կնիկը։ Աղբոր ես ներս սենյակը կլի, ինգեր, ստեյա։ Հնդե լա արյուծ։ Կաղա են էսը չեր ձենը հանում են մեկներ։ Ապեն դե արյուծ չկա, ինչ ես բաղթի գնաց է։ Արյուծ։ Այսօր մոտը մարդ չեք, ինքը մարդ էր կանչում, ինքը սիրում է, որ իրան նայեն։ Որ մտ տրյուկ արա, էլի։ Արյուծ։ Մտ բան ար, էլի, մտ խաղեր դու, էլի, տենանք ես։ Ու հսկոյ օրիսիշ մեծա։ Իշքան եկել են կայնած չեր էլ է, չես ես ֆռալու։ Միշտ պարկած էր կանիկնել է։ Ահա։ Բարեկամներ, հատուկ ռեպորտաժ հրաշքայգուց, կարծես թե մեր արյուծի կնգան տարել են։ Գնացել է ինչ-որտեղ գնացել է Հերանստուն, արյուծը չի կարող տեղավորվի, իսկ այս մի կադրերում գայլերն են։ Գայլերը ձայներ չեն հանում, ասում է գայլը միակ կենդանն է, որ ցիրկում չի խաղում։ Այդ տես կենդաններ են գայլերը։ Արտակիսական ջկանչի։ Եվ ասեմ ձեզ, որ արյուծը գնաց։ Հաջող արյուծ, լավ մնա, դիմացի, դժվարություններ միշտ էլ կլինեն։ Իսկ այս հատվածը մեր Վայոց-Ձորի քարայծերի հատվածն է, որ հիմա նրանք գնացել են, այստեղ չեն։ Ցուրտ է դե։ Ուր են։ Հա, հեն են արա։ Դե լավ, գնացինք, գնանք Վարդան, մրցանք, սատկանք աղբեր, հեսա արյուծի օրին կընկնենք աղբեր։ Բայց արյուծը երևի գիտես ինչ էլ է, մենակ էր մնացել, տես ուզում էր մեկը իրան հասկանար, գնացինք հետը խոսացինք, բան է լավ էլի, թոթափեց իր վիշտը ու գնաց տուն, տեսար, դե գնացինք։